մոտեցման խնդիր կա, ու դրա համար եմ ասում։ Մենք պետք է բոլորս գիտակցենք, որ A այդ անասնահամաճարակային միջոցառումները, որ պետությունը անում է, հենց այդպես չի անում։ Ոչ մեկի կմահաճույքով չի արվում, դա միջազգային պայմանավորվածություններ է, դա առևտուր է, դա տնտեսություն է, դա արտահանում է, դա մարդկան սոցիալական խնդիրների լուծում է։ Հիմա վաղը մյուս օր հոկտեմբերին սկսելու է բանը, չէ՞, համարակալումը։ Քանի հոգի է համայնքներից կամ անասնաբուժներից գնացեք գյուղացիների հետ խոսացել, ասել, որ համարակալումը կարևոր բան է։ Մենք կռիվ էինք տալի ես մենակով բանի դեմը, կառավարության շենքի դեմը ղասաբների հետ, դալալների հետ կռիվ էի տալիս, հետո իմանում էի, որ բանում մարզերում անասնաբուժներ կան, որ ասում են արել սպանդանոց։ Ժողովուրդ, բան ենք անում, արդեն 21-րդ դարի 20 տարին անցել է, մենք դեռ բանի վրա ենք, պրիմիտիվիզմի 16-րդ դարի մակարդակի վրա ենք, ու պիտոմ հետ ենք եկել, նես չի, որ տես մնացել ենք, բայց այդ նրանից է, որ ամբողջ պետական համակարգը պետք է դրանով աշխատի, չի կարելի ասել, այս վերահսկողությունը լավ, սա ԱՏՄ-ի գործն է, այդ ինքը կանի, այս անասնաբուժը պետք է գնա հաշվի, չգիտեմ ինչ արի, ոչ, երբ որ պարտականությունները, օրենքները նորմատիվ փաստաթղթեր ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ պարզվում է մենք ունենք պարտականություններ, որոնց մասին չենք իմացել։ Մենք ամեն ինչ, հա։ Համայնքապետի ուղիղ լիազորություններ, հիմնական լիազորությունների մեջ մտնող գործառույթներ։ Անասունների տեղաշարժը վերահսկել։ Գյուղացիները պետք է չհրաժարվեն ու հանկարծ որևէ գյուղացի չպետք է ասի, որ համարակալումը վատ բան է։ Հակա քարոզ անելու են մարդիկ, ովքեր որ դրանից փող են աշխատում։ Սպանդանոցների դեմ ովքեր են հակա քարոզ անում։ Այն դալալները, որոնք սատկած անասուն են ծախում։ Որոնք ձիու միսը ծախում են տավարի տեղ, մեջը 2-3 հազար կիլոյի մեջ փող են աշխատում։ Մենակ բանով, խապելով։ Կենթանի ենք բռնել, որ թաղած, սատկած անասունը թաղած, հանել են, մաքրել, լվացել են, բերել են խանում, բռնել ենք։ Ու այդ մարդիկ են հակաքարոզ անում, ու այդ նույն մարդիկ գալու են վաղը հակաքարոզ անեն բանի համար, համարակալման հաշվառման համար։ Կա արդեն հակաքարոզը։ Իհարկե կա։ Կոմբինատ չկա, սովետական մտածելակերպի վերջ տվեք, ժողովուրդ, մոռացեք։ Սովետի լավ օրենքները, նորմալ է օրենքը հասնի։ Սովետի լավ օրենք չէր էդի, կոմբինատ, սաղ 4 հատ կոմբինատ է եղել Հայաստանով մեկ։ Ներողություն, ասում եմ, 4 հատ կոմբինատ է եղել, 5-րդը գավառում փոքրը սարքեցին։ Այդ 4 կոմբինատը պետական համակարգ էր։ Բենզինը գողանում էին, ավտոն գողանում էին, էսիել էին անում, պետությունը անընդհատ փող էր տալիս, փողը տալիս էր պետությունը, անընդհատ պետական փողերը մսխում էին, որ տանեին 4 Հայաստանի, հիմա 90 հատ ունենք, չենք հասցնում։ 92 հատ սպանդանոց ունենք Հայաստանում մենք, չեն հասցնում այս սպանդանոցները իրանց տեղադիրքով։ Իսկ այն ժամանակ տենց դնում էին, ովից գրվստից բերում, հետո այդ բաները գործում էին, որտեղ կոլեկտիվ տնտեսություններ էր, հատ չէին հավաքում գյուղերուց, կոլեկտիվ տնտեսություններ էր, ոչ մեկ չի ասում, որ օպերատիվները վատ բան է, նույնիսկ մի քանի դեպքեր եղել է բանում, Ճամբարակի Վահան գյուղում, մարդիկ կոոպերատիվ էին ստեղծել, գյուղով հավաքվել էին, իրաց անասունները բերել էին, մի հատ գոմի մեջ էին գցրել, իրար հետ ամեն ինչ անում էին, իրար հետ եկամուտը կիսում էին, ամեն մեկը ինչ ներդրում ունեցել է այդ բանով, սա երջանիկ ապրում էին, ծախսերը պակասել էր, նույնը վերաբերվում է բանին, ինչքան կտրտած է մեր հողերը, այդ կտրտվածություն գնում ես շատ դեպքերում ուզում ես ասեք, չգիտեմ, չորեն ցանես, բայց քանի որ կողքիդ հարևանը ոչ մի բան չի ցանում, վնասատուներով բխտում, այդ քո ծորինի հերը անիծվում է, նույն տրամաբանությունն է, բայց հիմա մենք անցել ենք բան, չէ, ազատ տնտեսական համակարգի, մենք սոցիալիստական համակարգ չենք, ազատ տնտեսական համակարգի մեջ, երբ որ պետությունը աշխատում է միահամուռ ուժերով, բոլորը երջանիկ են ըլլում։ Մշտապես տենդենս է դարել համայնքի ղեկավարներին մեղադրելը, նախախորան համայնքի ղեկավարներ նրան։ Մենք բազմաթիվ անգամ խոսել ենք նաև ձեզ հետ, քննարկել ենք բազմաթիվ հարցեր,
Եզակի համայնքներից կարող է մեկն էր, որ անմիջապես խոշորացումից հետո ձեռնամուխ եղան կանասնաբուժական ծառայության լիարժեք իրականացմանը։ Բայց ամենավատ Կտրեցինք ամեն ինչ, 15 անասնաբուժ մասնագետներ ընդրեցինք, փորձառու ստաժով կարող եք բոլորի կենսագրությունները նայեք, որոնք մասնագետ են։ Աշխատանքային ստաժ ունեն, աշխատել են, ոչ թե 15-օրյա ուսուցում անցած վակցինատոր։ Մենք այս ամեն ինչը գնացինք, համայնքի բյուջեից բավականին լուրջ գումարներ դրեցինք, այն ժամանակ էլ, որ անասնաբուժական ծառայությունը գծում էին համայնքների վրա, բազմաթիվ անգամ ես նաև ընդդիմացել եմ, որ դա պետական ծառայություն է, թող մնա։ Մեզ ասում էին դա շատ լավ է, դուք գումարներ եք հավաքագրելու, ձեզ էլ գումար է մնալու։ Տեղական բյուջեում լուրջ գումարներ է առաջանալու անասնաբուժական ծառայության սպասարկման համար գանձվող տեղական վճարներից։ Իսկ փորձը ցույց տվեց, որ այստեղ նստած են, թող որևիցե մեկն ասի, որ կարողացել են ինչ-որ 10 դրամ հավաքել անասնաբուժական ծառայություն իրականացնելու համար, որը չիրականացավ։ Բոլոր դեպքերում մենք անասնաբուժական ծառայությունը կարևորելով ընդունեցինք եւ աշխատում ենք։ Այսօր ու բավականին հաջողված։ Մենք նաև ուզեցանք, որ վակցինատորը եւ անասնաբուժը լինեին նույն ազնվորությունը եւ աշխատավարձի առումով, որ կարելի արժեք աշխատավարձերը ստացվելու կաշխատելու էին։ Էլի դեմ չեմ, նշանակել եք վակցինատորներ, աշխատում են, թող աշխատեն։ Թվերի հետ կապված, մենք անտատ այս թվերը շատ ենք քննարկում, այս վերջերս անտատ նաև Տիկին Բաղդասարյան ցանկատարությունների հետ խոսակցություն է գնում, որ մենք սխալ ենք ինֆորմացիան ներկայացրել։ Ես խնդրեցի, որ գնանք գյուղերում ուսումնասիրենք։ Տեսնենք իրոք ցանված է թե ցանված չէ։ Ցանված չէ, բազմաթիվ հեկտարներ։ Պատճառը խնդիրը շատ պարզ է։ Անցած տարի երաշտ եղավ։ Ծրագիր համապատասխան չիրականացվեց։ Շատերն սպասեցին, որ իրենց սերմացու են տալու, համապատասխան աջակցություն է լինելու, չցանեցին։ Անասնագլխականակի հետ կապված երաշտին հաջորդեց այս տարի նորից երաշտ է։ Լուրջ խնդիր ունենք անասնակերի հետ կապված։ Մասսայական ջարդ է գնում։ Այսօր որևիցե մեկը չի կարող հստակ ասել, որ այդ թիվը հունվարին եղել է այսքան, չէր կարող լինել թե հունիսին այսքան։ Որովհետև մասսայական ջարդ է գնում։ Այդ որ մենք ասում ենք հսկողություն անտառ համայնքի ղեկավարը, դեմ չեմ, մասսայական հազարավոր քան հազար գլուխ մայիսյան ոչխարներ էր բերվել, որ տեղական ինքնակառավարման ներկայացուցիչն է կարողացել այդ անասնակոմ մտնել, ում են թույլատրել, տեսչությունը, հնարավորություն ստեղծել է, մի բան էլ վարակը տարածվել էր, մենք անմիջապես մեր անասնաբուժերին էլ այստեղ ներկա են մնում, չէ՞։ Ասել ենք, որ բոլորը գնացեք, կանգնեք, օգնեք։ Հետո էլ 10 սատ զանգ եմ ստացել, տարբեր տեղերից զանգ եմ ստանում, տեղեկանք տվեք, թող տեղափոխեն։ Ասել եմ, չեմ տալու տեղեկանք։ Արյուան նմուշ կվերցնեք, առողջ անասունները կտանեն, մնացած տեղում կոչնչացնեք։ Եվ այսօր անտատ փորձել է համայնքի ղեկավարների վրա թողնել այդ ամբողջ բեռը, եւ միայն սա չէ, որ այս բնակավարը չէ, բոլոր բնակավարերն են։ Համայնքները նոր խոշորացված, բավականին բարդ, 35 բնակավայր, կազմակերպչական լուրջ հարցեր, դերևս աշխատակազմ չենք հասցրել նորմալ ձևավորենք, ծանրաբեռնվածությունից դեմը ոռոգման խնդիրներն առավոտից իրգուն այդ ոռոգման խնդիրներով ենք զբաղված, որ կարողանանք ոռոգում ապահովենք մարդկանց ցանցերն են մնացել։ Այսօր մեղադրել մենակ համայնքի ղեկավարին ու սրանով սահմանափակվել, ես գտնում եմ, որ ճիշտ չէ։ Մենք ես օրինակ ամեն ինչ անում եմ, որ իմ աշխատանքային բարդականությունները, իմ լիազորությունները օրենքի շրջանակներում ճիշտ կատարեմ։ Կարողանամ տեղավորվել այդ շրջանակը։ Գիտեք, այսօր մասնագիտական, ավելի շատ մասնագիտական թեմա է մեր մոտ, քաղաքական զրույցների թեմա չի։ Բայց Չէ, քաղաքական թեմասին կներեք, ես ձեզ ուշադիր լսում եմ։ Ժամանակի չունեմ։ Համայնքի ղեկավարներին ոչ մեկ չի մեղադրում, նաև մենք ուղղակի նշում ենք, որ համայնքի ղեկավարները իրենց պարտականությունները հավուր պատշաճի չեն կատարում։ Եվ Ախուրյան համայնքի ղեկավարն եք, չէ՞։ Այո։ Ոչ միայն Շիրակի մարզով, այլ ամբողջ հանրապետությունով վատագույնն է։ Ցույց տված իր արդյունքը։ Ինչ այո։ Ասեմ, երթով ասեմ, Ռուցելոս 11000-ից 2555։ Հաջորդը Սիբիրը 30000-ից 16000։ Էմկար 19700-ից 8900։
Դա բա Չարված։ 30,300-ից 10,414 չարված։ Մեր անաստապուժը պետք է աներ։ Չէ, սա կազմակերպչական համայնքի Ինչ խնդիրները կլինի, մենք կազմակերպ- Ձեր անաստաբուժը այդ թվում ձեր անաստաբուժները, անաստաբուժ չի, չգիտեմ կանել კი ունեք։ 34 համայնք, հա? 34 վարչական 35 բնակավար է, բայց փաստացի 33, որտեղ անասուններ հիմնականում պլյուս սելեկցիոն կայան։ Այդ ինչ խնդրի մասին էր ասում նոր, այդ ինչ։ Պարոն Եգեսյան, եթե թույլ կտաք պարոն Հովհաննիսյան, տեսեք, երբ որ նայում ենք համեմատական մյուս համայնքների հետ, ցուցանիշները, վերցնենք նույն Սիբիրախտը, ձեր համայնքում 50%-ից ավելի թերակատարում կա, չէ՞։ Բայց մեր անաստապուժը չի դիկաներ դա։ Եթե հիմա մենք, բայց վերահսկողությունը ումն է, ում վրա է դրված պարտականությունը, էս է խնդիրը։ Եկեք ֆիքսենք, որ այսօր մենք այստեղ հանդիպել ենք մարզպետարանի գործառույթներից ընդհանրապես դուրս։ Այնքանով է վերահսկողություն, որ մարզի վերաբերելի խնդիր է եւ կառավարության ցանկացած գործառույթ, որ այստեղ արտացոլված ունի, մարզպետը վերահսկելու է։ Այստեղ կազմակերպչականի խնդիր է։ Վերցնում ենք Սիբիրախտ, եթե ձեզ մոտ 50% թերակատարում է, վերցնենք պատահական համայնք։ Օրինակ Ամասիայում։ Ամասիայում այստեղ կազմում է 15-14%։ Արտիկում թերակատարումը կազմում է մոտ 25%։ Հասկանում եք, ձեր մոտ 50%-ից ավելի է։ Եթե նմանատիպ իրավիճակ է մյուս տեղերում, կարելի է չէ՞ գոնե ձգտել եւ ցավոք սրտի բոլոր հիվանդությունների պարագայում է։ Հիմա ի՞նչն է խնդիրը։ Հաշվառումն է սխալ ներկայացվել եւ դրա համար է թերակատարում, իրականում այդքան անասնագլխականակ չկա։ Դուք ասում եք անասունների անկում կա։ Ինչ ուզում եք ասեք 16000 անասուն անկում է ապրել, հա, գոյություն ունի։ Չէ, ձեր խոսքից ես այդպես հասկացա։ Դա մի հատ ներողություն, մի հատ Հովհաննիսյան։ Եթե դուք ասում եք ձեր անաստաբուժները կապ չունեն, ես խնդրում եմ պարոն Հովհաննիսյանը բացատրի, թե ով կապ ունի, որ 80,000 Գառնիկ Հովհաննիսյան, որ ինչի է 8000 թերացում ես համայնքում։ Ապուլյան Տարածաշրջանի համագործակցական կառավարության կապերում Արաբիայի հիմնարկվել պարոն Ավետիսյան, պարոն Հովհաննիսյան, ուրեմն սկսենք նրանից, որ Ապուլյան Տարածաշրջանի թերացումների պատճառը հիմնականում սկսվել է հունվար ամսվա գլխականակի սխալ հաշվառումից, որ հաշվառած է շատ գլխականակը, բայց յուղերում այդքան չկա։ Մյուս պատճառներից մեկը նա եղել, որ Ապուլյանի տարածաշրջանը համեմատաբար մարզին 25 օր ուշ է սկսել միջոցառումները, պատճառը եղել է համայնքի ղեկավարը, որ ուրեմն վակցինատերների պայմանագրերը 25 օր ուշ են կենքի։ Երրորդ պատճառը կենտանիների հյուսված վիճակն է եղել, որի պատճառով զեկուցագիր եկել է փոխանակ, ուշ են սկսել միջոցառումները, իսկ այդ Դալբաղի եւ Սիբիրախտի միջոցառումների թվերի այդ առելի քանակը հիմնականը այն որտերի գլխաքանակն են, որոնք 3 ամսեկանը չեն լրացել ու միջոցառումը չեն կատարել։ Չի նոր 60% չլրացած կամ 60%-ի չափով այդ ձեր ասած բաներից, պատճառներից 60% ոչ մի ձև չի գալի կանում։ Պարոն Ավետիսյան, ուրեմն գլխականակի տարբերություն կա ահագով մեծ բոլոր գյուղերում։ Ամենաքիչ գյուղը, որ 400 գլուխ հաշվառած է, տարբերությունը 100 գլխի տարբերություն է։ 33 համայնքում Եվ 33 համայնքում այդ 100 գլխի տարբերությունը ահագին առելի թիվ է կանում։ Մենակ այն, որ 2700-ի կարգի այլանդամուշարում չի կատարվել բռուցելոզի, այդ թիվը դրա 80%-ը ներառված է որտերի գլխականակի մեջ այդ թիվն է կանգնում, պլյուս դրան այդ գլխականակը առկա չի։ Որտերից 2670 գլուխ պարոն Ավետիսյան, մայրական կազմից այլանդամուշարում կատարված չի։ Մեր տարեկան պլանի մեջ 80%-ը հաշվառած է, որ պետք է վակցինացիան ենք Տաբաղի ու Սիբիրախտի նկատմամբ, այդ թիվը 2670%-ը պլյուս է ցուցակին, որը չկա, այսինքն այդ թիվն էլ որ նամուշարումը կատարած չի, ուրեմն այդ գլխականակն էլ է բացակայում։ Մեր անասնաբուժի համար տարբերություն չկա, մտնում է անասնագոմ կամ ֆերմա։ Դիգինանի։ Կներեք, հա, երբ որ խոսում են լուր մնացեք։ Անհրաժեշտություն կլինի խոսեք։ Այդ գլխականակը մենակ որ տարբերությունը կա,
Այդ հերիկա էլի մեր վակցինատների համար էլ տարբերություն չկա էլի մտավանացնագում 10 հատ կա 10 հատը կատարում է միջոցառումը այն չի որ 10 հատից 5 հատը կատարելու է 5 հատը չի կատարելու մեկը իր գործողությունը անում է ոտարբոտ տոնարտում ման գալի եւ մյուս պատճառներից հիմնականն է որ համայնքի ղեկավարը որպես մեզ աջակցող ուժ համայնքներում կատարվող միջոցառումների ժամանակ տեղեկացնում ենք իրանց որ անասնագլխականակներ սպայի չի պատվում համայնք ունենք 300 գլուխ միջոցառում ունենք այդ 300 գլուխ փոշորը ջրավոր կենտրոնում միջոցառումը տևում է 10-ից 15 օր որը պետք է վերջացնենք 1-ից 2 օր այսինքն անասնաբուժը գնում է 100 գլխի կամ 50 գլխի վակցինան բացում է սրսկում է ընդամենը 20 գլուխ այն վակցինայի հարցն է մտածում ենք թե հետո ինչ է դրա համար դատարեցրել են այնքան ժամանակ մինչև այդ ընդհանուր գլխականակը տեղում լինի կարողանանք միջոցառումը կատարենք որ վակցինայից այդ ծախսն էլ չէ Իսկ գրվել է դրա մասին որևէ տեղ զեկուցակի տեսքով գրած է Այդ ինչ բանի մասին էր ասում Ինչ բռնակում է եղել անցեստը Ավետիսյան ջան, Ապուրյան համայնքը вообще տեղյակ չի եղել տրնկումից մենք վերջացրել ենք արդեն մեր գործընկերներն եկել գնացել են արդեն ամենը տարբեր մարզերով նոր Ապուրյան համայնքը տեղյակ եղել համայնքային անասնաբուժը առաջինն է երկրորդը իրանք տեղեկանք են տալիս նույն Ապուրյան Մայիսյանի տարածաշրջանի գործարների համար 13000 գլխի տեղեկանք են տվել որ իրականությանը չէր համապատասխանում 10000 գլուխ էր այնտեղ 8000 իրանք Չգիտեմ ինչ է համար ասում, պարոն Միգիցյանը երևի սխալ են ներկայացրել, պարոն Միգիցյանը այդ ամեն ինչը համայնքային անասնաբուժն է ներկայացրել է արդեն վերջացրել, ասում ենք պատվաստումները իրականացրել բերել են։ Եվ ուզում եմ ավելացնեմ, այդ մի բանն է ասեմ, այդ քանի համայնքը կուպերային գոտիներով որ պատվաստում իրականացնենք մանրի, մաշկաբորդի նկատմամբ, քանի 800-ից 1000 գլուխ ավել կղխականակ եղավ, այդտեղ բանը քիչ էին հաշվառել։ Ապուրյան տարածաշրջանում համայնքները եղել են Մայիսյան համայնքը, եղել է Հողունի համայնքը, Փոքր Քետին, Մեծ Քետին, Հացիկը ու վերջ։ Այդ համայնքների մեջ տարբերություն եղել է մոտավորապես 600-700 գլխի տարբերություն հաշվառման ու ռեալ թվի մեջ։ Ու դրանից հետո էլ միջոցառումը վերջացրել էինք համայնքի ղեկավարները անասնագլխականակը նեսնին ֆայլ տվել, բայց մարդ չի եղել մեր վակցինատների հետո այդ միջոցառումը կատարեն, բաց գլխականակ չմնա։ Դրանից հետո մի օր կներեք պարոն Ավետիսյան, մի օր հետո զանգեր ենք ստացել այդ 4 համայնքից բնակիչներից, որ ամեն համայնքում մի երկում կամ երկում բաց է մնացել, գնացել ենք հետո այդ միջոցառումը արել առանց։ Աջակցությունը համատեղ նորմալ աշխատելն է ժողովուրդ չան։ Մեկ ճշտամի չէ։ Լսեք պարոն Արուշյանը։ Պարոն Ավետիսյան, ճշտող հարց էլի, միջազգային աուդիտները որ գալիս են, իրանք ստուգում են աուդիտ քանի հատ դեպք է եղել Ղաբաղի, թե քանի հատ անասուն կա, քանի հատն է պատվաստվել, ինչ թերացումներ կան։ Իրանք ստուգում են անասնաբուժական ծառայությունների կարողությունները։ Մենք թերացումները ազդելու են երկրի վարկանիշը։ Իհարկե ազդելու են, իրանք դեպքերը չեն ֆիքսում, դեպքերը մենք ենք հայտնում կենտրոնի առողջության համաշխարհային կազմակերպությանը։ Իրանք գալիս են տեսնում են մենք ոնց ենք աշխատում։ Արդյոք մեր ՕԱԿ-ը ունի այդ հնարավորությունը ժամանակին ճիշտ պահելով բոլոր պայմանները անի պատվաստումները կամ արունարությունները։ Տեսնում են արդյոք տեսչական մարմինը ունի հնարավորությունները արագ արձագանքելու եւ արագ կազմակերպելու բռնկումների դեպքում որևէ խնդիրներ։ Արդյոք ունի տեսչական մարմինը հնարավորություն սահմանին կանգնացնելու կասկածյալ կենտրոններին կամ իրանք մեր կարողություն եւ իհարկե լաբորատոր կարողություններն են նաեւ։ Արդյոք մենք հնարավորության դեպքում ցանկության դեպքում ունենք այդ հնարավորությունը որ ամենափոքր թերացումն էլ անասնաբուժից համայնքի ղեկավարից մինչև ՍԱՏՄ ազդելու է վարկանիշի ուրեցուցանիշի վրա։ Աստված չանի որ հանկարծ մի հատ բռնկում ունի որ որևէ գյուղում մի հատ լուրջ բռնկում ունի որ մենք բան դնենք կարանտին դնենք կամ մամուլը իմանա դրա մասին կամ հայտարարենք Հայաստանի Հանրապետությունը իսպառ կփակենք։ Մենք Ռուսաստան չենք, մենք նույնիսկ բան չենք, Վրաստան չենք, որ կարողանանք ռեգիոնալիզացիա անենք, այդ ռեգիոնը փակենք։
փոխեցին։ Մեր ասում են չէ, վсё, Շիրակը, դու փոքր երկիր ես։ Դու Շիրակում դաբաղը բռնկվեց, կապ չունի որ գյուղում է։ Դաբաղը բռնկվեց, Հայաստանի Հանրապետության արտահանումը փակում ենք, վերջ։ Այսինքն պաստորից ասում եմ, որ մեր կառավարությունն այսօր գյուղատնտեսության անասնապահությանը ֆինանսները լուրջ տրամադրում, սուբսիդավորումներով ու բանով, որովհետեւ անասնապահությունն ու գյուղատնտեսությունը էլ ավելի առաջ գնա, մենք այստեղ փոքր լեվելի վրա անասնաբուժի կամ համայնքի ղեկավարի մասշտաբով կարող ենք երկրի տնտեսությանը լուրջ խնդիր առաջացնել։ Այո, Իրականում եկեք այս ամբողջ քան որ ես Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալն եմ անասնապահական այդ մասերով շատ չեմ խորացած, իմ համար կարևոր էր այն հատվածը, որ մենք այսօր կարող ենք մեր թերացումով ընդհանուր Հայաստանի Հանրապետության տնտեսությանը լուրջ վնաս պատճառել։ Պարոն, գներեք, Պարոն Հովհաննիսյան, թիվը կասեք, բանի ծրագրերի ընդհանուր թիվը մոտարապես։ Չէ, բանը դրամով։ Հա, դրամով 1 միլիարդ 24 միլիոն։ 1 միլիարդ 24 միլիոն դրամ պետությունը ծախսում է տարեկան։ Միայն պատվաստողների աշխատավարձի համար։ Հա, այդ հələ վակցինայի գինը։ 5 միլիարդի մոտ տիպը։ Ոչ, հա, 2 միլիարդ, մոտ ճիշտ է, հիշում մոտ 2 միլիարդ դրամ, ինչ անում։ Պարոն Ավետիսյան, իր էֆեկտը շատ ավելի մեծանել է։ Մենք այսօր հաշվում ենք պետության ծախսած գումարները, բայց եթե բիզնեսը չկարողացավ այդ անասնապահությունը զարգանալ արտահանման շնորհիվ, այդ զրոներով ավելանալու են երկրի դարականացները։ Պարոն Արուշանյան, դա է նաև պատճառը, որ մենք վերջերս դիմեցինք նաև համայնքին, Արկադի Սպանդի երկու դեպքուներ բրուցելոզի։ Կարծում եմ, որ դուք էլ նաև համայնքի ղեկավարին փոխանցեք ձեր պատասխանատուներին, որ առնվազն երկու հիվանդության առումով Գյումրին 0 ցուցանիշ ունի պատվաստել։